Սերներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ ձեզ։ Մեր Տիրոջ խաղաղությունը, որ վեր է ամեն մի մտքից թող լինի ձեր սրտերի հետ։ Ձեր կյանքի հետ, որ սիրեցիք մեր Փրկչի Հիսուսի, մեր Աստծո հայտնվել, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Փառք նրան։ Կուզենամ ձեզ այդ բաժնեկից լինել Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից։ Մեր Տիրոջ խոսքը դուք բոլորդ գիտեք, առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 18 համարում ասում է, որ ամեն բանի համար գոհացեք, որտեվ սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում։ Ամեն բանի համար գոհացեք։ Կողոսացիներից 4:2-ում ասում է աղոթքին միշտ հետևեցեք եւ արթուն կացեք նրանում գոհությունով։ Գոհությունը դա պարիսպ է, որ կառուցում եմ իմ շուրջը։ Գոհությունը սա Աստծո կարծիքն է, որ իմ շուրջը կառուցվում է։ Սա Աստծո կամքն է, որ իմ շուրջը կառուցվում է։ Գոհությունը։ Տեսեք ինչ է գրված նույն Կողոսացիների 2:6-7 համարներում։ Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տիրոջը, այդպես ընթացեք նրանում։ Արմատացած, նրա վրա կառուցված եւ հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, աճելով նրա մեջ գոհությամբ։ Աճելով նրա մեջ գոհությունով։ Աճելով նրա մեջ գոհությամբ։ Փաստորեն հոգևոր աճ չկա, որտեվ ես չեմ գոհանում։ Հոգևոր աճ չկա, որտեվ իմ շուրջը կառուցվող գոհության պարիսպը քանդված է։ Ժողովող 10:8-ում ասում է, եթե մեկը քանդի պարիսպը, կխայթի նրան օձը։ Դու գիտեք 21-րդ գլխի մեջ Թվոցի 21-րդ գլխի մեջ, երբ որ դրանից առաջի համարներից կարդում ես Թվոց 21-րդ գլուխը, այնտեղ գրված է, որ Իսրայելը խնդրում էր Աստծուն հաղթանակ տալու համար, եւ իրապես Տերը տվեց։ Եվ մի քիչ երկարացավ իրանց ճանապարհը, եւ նրանք սկսեցին տրտնջալ։ Հաց չկա, ջուր չկա, այս հացից էլ մեր սիրտը հոգնել արդեն զզվացել ենք, ուրիշ խոսքով այս հացից։ Եվ նրանք սկսան տրտնջալ եւ օձերն եկան ու սկսեն խայթել նրանց։ Ինչի համար նրանք տրտնջացին, դաժե իրանց կերակուրի համար։ Ասեց զզվացել արդեն, հուսալքվավ, սրտնեղվավ ժողովուրդը։ Եվ այն ինչ որ տեսել են նորից սկսան մոռանալ, սկսան քանդել իրանց շուրջ կառուցվող պարիսպները։ Եվ օձը սկսավ խայթել նրանց, ինչպես ժողովող 18-ում ասում, ով պարիսպը քանդի, ցանկապատը քանդողին օձը կխայթի։ Մեր տրտունջը, բողոքը, դժգոհությունները քանդում է մեր շուրջ կառուցված գոհության ցանկապատը։ Քո աղոթքի ցանկապատը սա գոհությունն է։ Քո հավատքը, որ աճում է, սա գոհությունն է։ Խնդրում եմ, ամեն բանի համար գոհացեք։ Ուշադիր նայեք, Տիմոթեոսի թուղթն եմ կարդում։ Տեսեք ինչ է գրված։ Առաջի Տիմոթեոսի 2-րդ գլխի առաջի տողերն եմ կարդում։ Ուշադիր եղեք, խնդրում եմ Աստծո խոսքին։ Առաջի տողն է, 2-րդ գլուխ առաջի Տիմոթեոս։ Ուստի աղաչում եմ ամեն բանից առաջ աղերսանք, աղոթք, բարեխոսություն եւ գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար։ Հատկապես թագավորների, բոլոր նրանց, որ իշխանության մեջ են, որպեսի խաղաղ եւ հանդարտ կյանք վարեք աստվածապաշտությամբ եւ անկեղծությամբ։ Քանի որ սա է բարին ընդունելին մեր Փրկիչ Աստծո առջև։ Քանի որ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առջև։ Ուշադիր նայեք, ասում է գոհություն մատուցանել բոլոր մարդկանց համար։ Գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար։ Տեսեք ինչա։ Հիմա դու ինձ կասես, եղբայր, դու չգիտես իմ ընտանիքի դրությունը։ Դու չգիտես, կարող ասես ինձ հետ ամուսինս ոնց է վարվում, կիսուրս ոնց է վարվում, կեսրարս, կամ տարբեր աշխատանքի վայրում ինձ հետ ոնց են վարվում։ Դու չգիտես դպրոցում ինձ հետ ոնց են վարվում, համալսարանում ինձ հետ ոնց են վարվում։ Դու չգիտես տարբեր իրավիճ, միգուցե ես չգիտեմ, բայց ես քեզ ասում եմ, այն ինչ որ Աստծո կամքն է, այն ինչ որ բարի ու հաճելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, գոհացեք բոլոր մարդկանց համար։ Վերջի անգամ անկեղծ եղի Հիսուսի առաջ։ Վերջի անգամ եփես գոհացե քո կնոջ, քո ամուսնու, քո երեխու, քո ծնողի, կիսուր կեսարիդ, հարևանիդ, բարեկամիդ համար, ուսուցչիդ համար, դեկանիդ համար, չգիտեմ, եփես վերջի անգամ գոհացե քո աշխատանքում, քո աշխատանքի վայրի գտնվող քո աշխատակցու համար, քո աշխատակցի համար, քո տնօրենի համար, եփես վերջի անգամ գոհացե։ Ասեմ քեզ անկեղծ, ու թող դա տպվի քո մեջ։ Շատ անգամ ինձ գրում են մարդիկ, ասում են աղոթենք երեխեքիս փրկության համար, ես դեմ չեմ, Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, բայց ասեմ ձեզ, Հիսուսն ասում է, եթե մեկ ինձ հետ չի հավաքում, նա ցրվում է։ Շատ անգամ մենք Սուրբ Հոգուն արգելք ենք հանդիսանում մեր տրտունջով, մեր բողոքով։
Դու ինչպես ես քո ամուսնուն մի բաժակ ջուր տալու կերակուր տալի։ Արդյոք քո սարքած կերակուրը համեմված է երկնքի արքայության համեմունքներով, գոհությունով։ Արդյոք ոչ։ Դու շատ անգամ տալիս ես քո կիսուրին քո տան անդամներից մեկին, ասում ես թող բերաները փագեն։ Ներողություն, բայց դա նման է շանլափի։ Շիտակ եղի Տիրոջ առաջ, շիտակ եղի մեր Փրկիչ Աստծո առաջ։ Դու միջև այսօր քո կողակիցը չի ապաշխարի, խացա դու քանի տարվա արդեն ստաժավոր հավատացյալ ես։ Վետերան ես արդեն հավատքի մեջ, բայց քո ընտանիքի անդամներից շատերը չեն ապաշխարել։ Ինչի համար։ Խնդրում եմ, որ անկեղծ լինես։ Սուրբ Գիրքն ասում է կփրկվես դու եւ քո ամբողջ տունը, որտեվ մենք մեր տրտունջով, մեր բողոքով, մեր դժգոհությունով, մեր բամբասանքով, մեր ատելությունով մենք քանդում ենք Աստծո գործը։ Մենք քանդում ենք Աստծո խոստումները։ Մենք թույլ չենք տալիս Սուրբ Հոգուն մեր միջոցով, մեր սրտի հետ աշխատի եւ մեր միջոցով աշխատի, մեր ընտանիքի անդամների հետ աշխատի։ Մենք որտեղ որ պետք է լինենք աղ եւ լույս, մենք նաբարոդ լինում ենք դառնություն։ Մենք որտեղ որ պետք է լինենք քաղցրություն, մենք դառնում ենք դառնություն։ Գիտես, Աստվածը շնչի ճշմարտության Մատթեոսի խոսքի 5:20-ում Տերը մի շատ հստակ մի նախազգուշացում կա, որը այն որ ասում է դողացնում է, որ դու կարդում ես միջև այսօր ու սթափեցնում է քեզ, սթափեցնում է իրապես 5:20 Մատթեոսի ավետարան։ Տերը իրեն հետևող աշակերտներին ասում է. եթե ձեր արդարությունը փարիսեցիների դպիների արդարությունից ավել չլինի, երկնքի արքայություն չեք մտնի։ Հասկանում ես ինչ ասում, բայց դու քո կողակցին միջև այսօր քո անձը նրա վրա բարձրացնում ես մի բաժակ ջուրը ու քո մի ափսե հացը կերակուրը որ կդնես նրա առջև ուտելու, դու դա գոհությամբ չես անում, դու այնքան տրտունջով, այնքան դառնությունով ես դա անում, այդ ուտողն էլ ավելի շատ է վնասվում, քան թե օրհնվում է։ Հասկանում ես, դու չես կարողանում իրապես մի հատ վերանայեք քո կողքը, սիրելի երիտասարդ, հենց մի հատ նայի քո քուրիկին, քո եղբորը նայի։ Դու միջև այսօր տրտնջում ես նրա համար։ Ինչա, մեկը հասկին մի քիչ ճիշտ տեղ չի դրել։ Իր հագուստը քո անկողնու վրա է թողել, միգուցե։ Բայց դու ինչ ատելությունով ես վերաբերվում, ինչ բողոք ես անում, այս ինչ ճաշի հոտերը գցետունը, վուհ, էլ չեմ կարում տանեմ այս ճաշի հոտերը։ Այս ինչ հոտակալի տնից։ Այս հոտերը չեմ կարում տանեմ, լուսամուտ բացեք շուշուտ, ու սկսում ես այնքան բան կարելի է խոսալ բիտավոյ կյանքից իրապես, բայց մի փոքր բանի համար մենք չենք գոհանում։ Ինչի մարա Ելից գրքի 20 գլխի 17 համարում, որտեղ որ գրված է մեր Աստծո պատվիրանի վերջի խոսքն, 10 պատվիրանների վերջի խոսքը, ասում է՝ մի ցանկացիր քո դրացու եղածը, կինը, տունը, եզը, էշը, մի ցանկացիր։ Գիտես ինչի համար ենք ցանկանում, գիտես ինչի համար շատերին նախանձ աղթարում, որտեվ իրանք իրանց հարևանի համար չեն գոհանում։ Չեն ասում Տեր շնորհակալ եմ հարևանիս համար։ Սուրբ Գիրքն ասում է բոլոր մարդկանց համար գոհացեք։ Բոլոր մարդկանց համար գոհացեք։ Սա գոհությունը, սա դուռը, որ բացվում է։ Գոհությունը սա դուռը մեզ համար, եկեղեցու Քրիստոսին հավատացողների համար, ավետարանի գործի համար, մեր աղոթքի կյանքի համար, մեր աղոթքները պատասխանելու համար։ Գոհությունը սա դուռը։ Մի քանդի քո շուրջը, քո աղոթքի ցանկապատը։ Խնդրում եմ, մի քանդի Աստծո կարծիքը տրտունջով, որ քո շուրջը գոհությամբ դու շրջապատում ես։ Անդադար ամեն բանի համար գոհացեք մեր Տիրոջից Հիսուս Քրիստոսից։ Տիրոջ խոսքը Թվոց գրքի 14:28-ում ասում է. ինչպես ասեցիք ինձ իմ ակաժների առաջ, այդպես էլ կանեմ ձեզ։ Տեսնում ես, մեր սա Տիրոջ խոսքն ասում։ Խնդրում եմ քո կյանքը վերանայիր, ցույլ տուր թող Տերը ստուգի քո սիրտը։ Մտեք նրա դռները Սաղմոս 100-րդ Սաղմոս 4-րդ համար։ Մտեք նրա դռները գոհությունով։ Մտեք նրա դռները գոհությունով։ Սա աղոթքիդ քո ցանկապատն է։ Մի քանդեք։ Խնդրում եմ ձեզ, ոչ տրտունջով, ոչ բողոքով, ոչ ատելությունով, ոչ նախանձով։ Գոհացեք ամեն բանի համար։ Առաջինը սկզբում անկեղծ եղեք։ Հիշեք, երբ որ օձերը խայթում էին Իսրայելին, դրանից առաջ նրանք տրտնջում էին։
Եվ ժողովողի մեջ, որ ասում է ցանկապատը քանդողին օծը կխայթի։ Հիշեք մեր Տիրոջ խոսքերը Հովանու ավետարան 3:15-ում գրված։ Ասում է, ինչպես Մովսեսը օծը բարձրացեց անապատում, այդպես մարդի որդին կբարձրանա, որ նրան հավատացողները չկորչեն, հավիտենական կյանք ունենան։ Հիշեք, բարի լուր եմ ասում քեզ, երբ որ դու հասկանում ես ու ընդունում ես դա, որ իրապես Տեր, ես այդ մեղքն ունեմ, այդ տրտունջը քո առաջ բաց թողնված, բողոքը, դժգոհությունը, որ ունեմ իմ կողակցի նկատմամբ, ընտանիքի անդամների աշխատանքի հետ կապված, իմ կերած հացի հետ կապված, իմ խմած ջրի հետ կապված, Տեր, այսօր Ռուսաստանում գտնվող ինչքան մարդիկ կան, որ նստած իրանց մի բաժակ ջուրն ու իրանց կերակուր իրանց կանանչին ուտում են, ասում են, դե Հայաստանիս համն ու հոտը ուրիշ է էլի։ Ես չեմ ասում, որ քո երկիրը մի սիրի, բայց խնդրում եմ քեզ, եղբայր, դու նստած այդտեղ քո կերած հացի համար սկի չես գոհանում։ Դու քո կերած մի կտոր հացը ուտում ես, մի կտոր քո, չգիտեմ, բանջարն ես ուտում, երշիկն ես ուտում, միսն ես ուտում, դու անդադ բողոքում ես։ Էլ ինչի համար գոհանաս, եթե դու տրտնջում ես քո հենց հիմա կերածիդ համար։ Գոհացեք, խնդրում եմ, շատերը փորկապության խնդիրներ ունեն, իհարկե ես չեմ ասում սա է պատճառը։ Շատերն ասում են մենք իրապես ունենք ժոգի խնդիր միջև այսօր։ Մանավանդ դրսում ապրող հայրից շատերը, եղբայր, որտեվ դու այն կերակուրը, որ ուտում ես, չես էլ գոհանում դրա համար։ Չես էլ ասում, Տեր, շնորհակալ, դու ամեն անգամ քո բորշը, քո չգիտեմ ինչը, որ ուտում ես Ռուսաստանի Դաշնությունում գտնված քո օտար երկրում, որ հիմա գտնվում ես, ուտում ես ու դու տրտնջում ես, ամեն անգամ ուտում ես, դե Հայաստանից համն ու հոտ ուրիշ է։ Սիրի քո երկիրը, բայց մի տրտնջա, մի կտոր հացը, որ վերցնում ես հիշի մեր փրկչին, Հայր, գոհանում եմ քեզանից։ Այս մի քանի կտոր հացի համար, այս ձկի համար, Հայր, գոհանում եմ քեզ, շնորհակալ եմ, Տեր։ Փառք քեզ, Տեր, շնորհակալ եմ։ Եվ դառնությունը համ այն որ այն ինչն էլ ուտում ես համ չկա, երկնքի արքայության համեմունքներով կհամեմվի։ Մի ասա ոչ մի բան չունեմ, ես մի անգամ читал еврейский притчи, այնտեղ այդ առակների մեջ еврейский առակներ էր, այնտեղ մի բան տպավորվավ դա մեջս, մի ընտանիք շատ է ուզում իրանց ռավինին, այդ ռավին, ճիշտ ասիմ, հայերեն ուղղակի մոռացամ ինչ էր կոչվում, իրանց վարդապետին, այդ սինագոգի վարդապետին, իրանց ժողովարանի վարդապետին, որ կանչեն իրանց տուն հյուրասիրության, բայց տունը ոչ մի բան չկա, ամուսինը գալիս է տուն, ասում է, լսիր, ասում է, խնդրում եմ, ասում է, ուզում եմ հրավիրեմ, բայց տունը բան չկա, կինը համարձակ ասում է, ոչինչ, ասում է, դու կանչի, այսօր ճաշի ժամին կանչի հաց ուտելու, բայց տունը ոչ մի բան չկա, կինը մի ջրիկ ճաշը սուպ է պատրաստում, մի սուպ, եւ ամեն անգամ իր այդ շերեփը, որ իր այդ ամանի մեջ պատտացնում է ու ամեն անգամ աղոթում ասում է Տեր խնդրում եմ երկնքիդ արքայության համեմունքներով լցրու ես կերակուրը ու ամեն անգամ ասում է սա սրտանց ուզում են որ հյուրասիրեն իրանց ժողովարանի այդ վարդապետին ուզում են հյուրասիրեն ռաբին ուզում են հյուրասիրեն հիմա կանչում է կինը համարձակ ամուսնուն ասում է կանչի ես լավ ճաշ եմ պատրաստել եւ երբ որ գալիս են նստում են հաց ուտելու այդ ճաշը դնում է կինը առաջը եւ այդ վարդապետը ուտում է սինագոգի ուտում է ասում է էս ինչ հրաշալի ասում է մի ամանելա դաբավկայա նորից ուզում ուտում է ու ասում է գիտես ինչ ասում է անենց տպավորություն ասում է ոնց որ այս սուպի մեջ երկնքի արքայության համեմունքներից լցված լինի Ինքը չգիտեր որ կինը դրանից առաջ աղոթում ու խնդրում էր Տիրոջն ու ասում էր Տեր քո երկնքի արքայության համեմունքներից լցրու բայց տունը ոչ մի բան չկա տեսնում ես մի բաժակ ջուրը գոհությունով ու սիրով գոհանալով խմելով ուտելով ինչ երկնքի արքայության համեմունքներով կհամեմես քո սիրտը քո ճաշը ուտողի սիրտը Տերը թող քեզ օրհնի, Տերը թող քեզ զորացնի, այսօր որոշում կայացրա, խնդրում եմ, բայց ապաշխարի նոր, որ տրտունջով արգելել ենք Սուրբ Հոգու գործը մեր տան ընտանիքի անդամների հետ կապված։ Այսօր աղոթում ենք, հետևից վրաս քանդում ենք տրտունջով այդ աղոթքը։ Ասում ենք Տեր փրկիր տղուս, այս մյուսին, արսին, կիսուրին, ամուսնուս, կնոջս, հարևանիս, այս մեկին ու դուջը Սենց պրաստոյ խոսքով ասեմ, դուջը մի անգամից տրտունջով քանդում ենք մեր իսկ սեփական աղոթքը։
Տերը թող քեզ օրհնի, խնդրում եմ քեզ, համարձակ եղի Տիրոջ խոսքը պահելու մեջ, կատարելու մեջ, խնդրում եմ քեզ, համարձակ եղի, թող Տերը քեզ օրհնի։